Մղջան գյուղի դպրոցում նարկոսկանդալ է պայթել, գյուղացիները ցնցված են։ Երեխաների, թոռների տեր ենք մենք բոլորս, շատ վատ երևույթ է։ Ահա որ վատ լուրեր են գալիս Մղջանից, բարձր դասարանցի մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի 2 աշակերտի եւ ստիպողաբար թմրանյութ տվել։ Դրանից հետո թմրանյութից կախվածություն ձեռք բերած 9-10 տարեկան երեխաները սկսել են տնից փող գողանալ, որպեսզի նույն աշակերտներից կրկին թմրանյութ գնեն։ Մենք նոր YouTube-ով հենց այնքան որ կարդացել ենք։ Մենք տնից լավ երեխաներ չենք ուղարկում, տնից է դա։ Լավ երեխան դպրոցում էլ է լավ, տանն էլ է լավ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու գործով 4 կասկածյալ կա, 1 աշակերտի ձերբակալելու որոշում է կայացվել, նրան իրավապահները դեռ չեն հայտնաբերել։ Եվս 2 դեռահասի նկատմամբ կիրառվել է դասյարակչական հսկողություն եւ վարչական հսկողություն, իսկ 1 չափահաս քաղաքացու տնային կալանք են տվել։ Քրեական բարույթը նախաձեռնվել է օրենսգրքի այն հոդվածով, որը պատիժ է սահմանում անօգնական վիճակում գտնվող անչափահասից շորթում անելու համար։ Դպրոցի տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանը հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել աղմկոտ պատմությունը, խոստանում է խոսել գործի քննության ավարտին։ Իսկ աշակերտները խոսքաշատ են, շատ հաճելի դպրոց է իրենց դպրոցը, ուրախ է անցնում։ Շատ լավ, շատ հաճելի դպրոց է։ Մենք մեզ դասանք հասկանում ենք արդեն։ Շատ ուրախ անցնում դպրոցում։ Ուրախ չեն, ավելին տագնապած են երեխաների ծնողները։ Դպրոցներում վերահսկողությունը թույլ է, ինչ ասես կարող է պատահել։ Ընդհանրապես բոլոր դպրոցների մասին է խոսքը, ես կուզենայի, որ վերահսկողությունը շատ լիներ։ Դա գալիս է նախ ընտանիքից, երկրորդն էլ մեր ղեկավարներից, որ ուսուցիչը բոլորովին արժեզրկված է, ուսուցիչը իրավունք չունի հանկարծ մի հատ բարձր տոնով երեխային սասնի, բայց ծնողը ինքը կարող է վերջի բառերով երեխային վիրավորի, ուրիշ բառեր ասի, եթե իմ երեխան է, ուրեմն ամեն ինչ է վերջ։ Մղջանում սպասում են, որ թմրավաճառության սկանդալի մեջ ներքաշված մարդիկ արժանի պատիժ կստանան։ Տեղ չունեն այս գյուղում իրանք ապրելու։ Կուզենայի ընդհանրապես այդ մարդկանց կարգը հրավիրել, օրենքով պատիժ ստանան։ Դպրոցականների շրջանում թմրանյութերի կիրառման շրջանառության հարցը շատ է մտահոգում ԿԳՄՍ-ին։ Սկանդալին այսպես է արձագանքում փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Ներքի գործերի նախարարության մեր գործընկերների պարբերաբար համերգներ ունենում ենք եւ վերջերս էլ քննարկել ենք մի քանի գործիքակազմեր, որոնք կարող են օգնել, որպեսզի դպրոցներում փորձենք ավելի կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։ Աննա Գյուլնազարյան, Արաքել Օհանյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։